Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Տերը երկայնամիտ է և մեծազոր Տերը երկայնամիտ է, ինչպես Ջեյմս թագավորի թարգմանությունն է ասում Տերը դանդաղ է բարկանալու մեջ Երբ ողորմությունը թևավոր նժույգներին հեծած աշխարհ է գալիս Նրա կառքի անիվների սռնիները արագությունից շիկանում են, սակայն երբ բարկությունն է գալիս, նա դանդաղ քայլերով է մոտենում, որովհետև Աստված չի հաճում մեղավորի մահը, նրա ողորմության գավազանը միշտ մեկնված է, բայց արդարության սուրը պատյանի մեջ է պահված խոցված ձեռքով, որ մի ժամանակ խաչին գանված արյունահոսում էր մարդկանց մեղքերի համար։ Տերը դանդաղ է բարկանալու մեջ, որովհետև նա մեծազոր է, հիրավի զորությամբ մեծ է նա, ով կարողանում է զսպել իրեն, և եթե Աստծո զորությունը զսպում է իր իսկ ամենակարողությունը, ապա այն ավելի գերազանց է, քան ամենազորությունը։ Ուժեղ միտք ունեցող մարդը կարող է երկար ժամանակ հանդուրժել վիրավորանքը և բարկությամբ արձագանքել միայն այն ժամանակ, երբ արդարությունը որոշակի գործողություններ է պահանջում։ Տկար միտք ունեցողը մի փոքր բանից անգամ գրգռվում է, սակայն ուժեղ դիմանում է, ինչպես մի ժայռ, որին հազարավոր ալիքներ ողջ ուժգնությամբ հարվածում են և իրենց չարության տիղմը, ցեխը լցնում նրա վրա, սակայն նա չի շարժվում։ Աստված տեսնում է իր թշնամիներին, սակայն խնայելով նրանց, պահում է իր բարկությունը։ Եթե նա ավելի քիչ աստվածային լիներ, քան կա, ապա վաղուց իր ողջ որոտմունքն ու կայծակը երկիր կուղարկեր և կդատարկեր երկնային պահեստները, վաղուց իր ահեղ կրակներով կործանած կլիներ երկիրը և մարդը իսպառ կոչնչանար, սակայն նրա զորության մեծությունը ողորմություն է տարածում մեզ վրա։ Թանկագին ընթերցող, ինչ վիճակում ես դու այս երեկո, կարող ես արդյոք խոնարհ հավատքով նայել Հիսուսին և ասել. «Իմ օրհնյալ միջնորդ, դու ես իմ վեմն ու ապավենը», եթե այո, ապա մի վախեցիր Աստծո զորությունից, որովհետև դու հավատքով ապաստան ես գտել Հիսուսի մոտ և նրա զորությունը քեզ կարող է սարսափեցնել այնքան, որքան ռազմիկի սուրն ու վահանը կսարսափեցնեն նրանց, ում նա սիրում է։ Սիրելի ընթերցող, ուրախացիր և ցնծա, որ նա, ով մեծ է զորությամբ, քո հայրն ու բարեկամն է։